26 թվականը այո լինելու է շրջադարձային տարի, բայց այդ շրջադարձին խոչընդոտող բավականին գործոններ կան կապված խորհրդարանական ընտրությունները նկատի ունեք։ Այո, ընտրությունները նկատի ունեմ եւ այն ուժերը, որոնք այսօր փորձում են արգելակել այդ ամբողջ գործընթացը։ Քանի որ ասացիք, որ 2026 թվականը բեկումնային է լինելու, շրջադարձային է լինելու, նախ ընդհանուր առմամբ հասկանանք, թե ինչ ասել է շրջադարձային եւ նաեւ խորհրդարանական ընտրություններին պարբերաբար անդրադարձ է կատարում պարոն Առաքելյան։ Դրանք պարզապես լինելու են քաղաքական իշխանություն ձևավորելու ընտրություններ, թե դրանք ավելի լայն կոնտեքստ են ունենալու, այսպես ասեմ, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական եւ այսպես շարունակ։ Դրանք այո լինելու են քաղաքական իշխանության ձևավորման ընտրություններ, բայց մենք գիտենք, թե Հայաստանում կոնկրետ քաղաքական ուժեր ինչպես են պատկերացնում Հայաստանի ապագան եւ եթե այն ուժերը գան իշխանության, ովքեր Հայաստանը տեսնում են գուբերնիայի կարգավիճակում, բնականաբար դա նաեւ ենթադրում է քաղաքակրթական ընտրություն, քանի որ այդ ուժերի միակ նպատակը ոչ միայն իշխանության գալն է, էլի Հայաստանում իշխանություն զավթելը, այլ Հայաստանը վերջնականապես զրկել Հայաստանին վերջնականապես ինքնիշխանությունից եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ կապված որոշումները, որպիսի ընդունվեն այն կենտրոնում, որտեղ որ իրանք գործում են կամ որտեղ որ իրենց բիզնեսներն է կամ հիմնական շահերն է